Մարտի 1-ի գործով առաջիկայում նոր մեղադրյալներ կլինեն։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։ Արթուր Նահապետյանը սակայն անուններ չնշեց։ Չասեմ, որ դրվագով, բայց կունենանք մեղադրյալներ։ Հիշեցնեմ, օրերս հակակոռուպցիոն կոմիտեն մարտի 1-ի գործով մեղադրանքներ էր ներկայացրել այդ ժամանակահատվածում պետական պաշտպանության ծառայության գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին եւ նրա տեղակալ Վալերի Օսիպյանին։ Ոստիկանության ստորաբաժանումների կողմից բռնության եւ հատուկ միջոցների գործադրման ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար։ Նահապետյանը շեշտեց, այս դեպքերը համեմատելի չեն 2018-ից հետո երկրում տեղի ունեցած ընդդիմադիրների կազմակերպած ակցիաների ու ցույցերի հետ։ Մենք ունենք տարբեր դեպքեր եւ տարբեր դեպքերով տարբեր իրավական գնահատականներ։ Այդ թվում նաեւ բարույթներով անցնող անձանց նկատմամբ երբ որ քերական հետապնդումներ են նախաձեռնվում, դրանցում գնահատում է ապացույցների համակցությունը, եթե ունենք համակցություն, ապա քերական հետապնդումների են գնում։ Այս համատեքստում Նահապետյանը հերքեց նաև, թե Գարեգին Բ-ին առնչվող որևէ գործ կա կոմիտեում։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նաև անդրադարձավ տարեվերջին բարձրաստիճան պաշտոնյաներին տրամադրած պարգևավճարներին։ Կոմիտեում պարգևավճարներ ևս ստացել են։ Հակակոռուպցիոն կոմիտեում պարգևավճարներ եղել են, առաջիկայում երբ որ մենք ներկայացնենք նաև հայտարարագիր, այդ հայտարարագրում մանրամասն նշված կլինի այն գումարի չափը, որը հակակոռուպցիոն կոմիտեի ցանկացած աշխատակից, այդ թվում նաև ես ստացել եմ եւ կհայտարարեմ պարզ հասանելի կտեսնեք այդ ամենը։ Արդյոք տրամադրված պարգևավճարների մասով առկա են կոռուպցիոն ռիսկեր եւ խնդրահարույց չէ, որ բարձր պարգևավճար ստացել են միայն բարձրաստիճան պաշտոնյաները, Նահապետյանը պատասխանեց։ Բաժանման հետ կապված կարող եմ ասել, որ կա համապատասխան կարգ, կառավարության որոշմամբ սահմանված, ըստ կարգի, ըստ կատորողականի պարգևավճարները բաժանվել են։ Հետևաբար այդ ամենը կարգավորված, իրավական ակտով կարգավորված process է եղել, որտեղ որևէ կոռուպցիոն հոդվածի հատկանիշներ ես որպես իրավաբան չեմ տեսնում։ Ընտրական հանցագործությունների մասին։ Փետրվարի 6-ից խորհրդարանի ընտրության նշանակման պահից սկսած ուժի մեջ են մտել նաև ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որով ընտրության նշանակման պահից սկսած արգելվում է նաև բարեգործությունը, եթե անձը կուսակցական է կամ կապ ունի որևէ կուսակցության հետ։ Հիմա կոմիտեն ստուգումներ է իրականացնում Սյունիքի մարզպետի որոշմամբ որպես աջակցություն քաղաքացիներին բաժանած գումարի, Իմ քայլը հիմնադրամի հայտարարած անգլերենի անվճար դասընթացի եւ Ուժեղ Հայաստան կուսակցության կողմից մի խումբ ուսանողների վարձի փոխհատուցման վերաբերյալ դեպքերով։ Մենք ունենք մարզպետարաններում օրինակ հանձնաժողովներ, որոնք քաղաքացիների դիմումները ստանալով, հանձնաժողովի կազմով ընդհանուր որոշում են կայացնում, թե դրամական օգնություն տվյալ դիմումը ներկայացած քաղաքացուն ցուցաբերեն, թե չէ։ Օրինակի համար քաղաքացին ասում է, իմ տանիքը կաթում է, օրինակ ինձ դրամական որոշակի օգնություն է պետք, գրավոր դիմում է ներկայացնում մարզպետարանին։ Ստե ոչ թե մարզպետն է այդ որոշումը կայացնում, այլ շատ դեպքեր ունենք հանձնաժողովներ, այդ հանձնաժողովի անդամները, որոնք կուսակցականներ չեն, օրինակ եմ ասում, ես հիպոթետիկ դեպքի մասին եմ խոսում։ Եվ այստեղ առավել եւս դառնում է խնդրահարույց։ Ես հիպոթետիկ դեպքի մասին եմ խոսում, ես կոնկրետ դեպքի մասին չեմ խոսում։ Եթե ունենանք կուսակցության անդամ, այլ իրավական գնահատական կլինի։ Եթե ունենանք կուսակցության ոչ անդամ, կունենանք այլ իրավական գնահատական։ Իմ ասածն է, որ ցանկացած դեպքում, երբ որ ստանում ենք հաղորդում, այդ հաղորդման կապակցությամբ ստուգում ենք, գործողություններ ենք անում, իրավական առումով դեպքի հանգամանքները համադրում ենք քերական օրենսգրքի 221 հոդվածի հետ, եւ եթե ունենք նույնացում, այդ դեպքով քերական բարույթ կնախաձեռնենք։ Այդ հարցի հետ կապված տարբերակում էլ չի լինելու, լինի ընդդիմադիր թե իշխանական, եթե խախտի բարեգործության արգելքը, դա կորակվի հանցակազմ։ Ունենք ստուգողական գործողություն հակակոռուպցիոն կոմիտեում եւ ստուգում ենք, թե տվյալ պաշտոնատար անձը կուսակցության անդամ է հանդիսանում, չի հանդիսանում, այդ գումարը պաշտպել է համապատասխան դիմումների հիման վրա քաղաքացիների, թե ոչ, ինչ նպատակ է հետապնդել այդ գումարի պաշտումը, երբ որ ավարտական ունենանք, արդեն ստուգողական գործողություններ ունենանք ավարտական process, այդ դրա մասին նորից եմ ասում, հանրությունը կիրազեկվի կոնկրետ ձեր ասած դեպքում։ Իսկ թե սահմանը ինչպես ենք որոշում, իրավական առումով սահմանը որոշում ենք յուրաքանչյուր դեպքում առանձին կախված տվյալ դեպքի հանգամանքներից։ Հիմա ես չեմ կարող կանխորոշել եւ նշել, թե որ դեպքում մենք կորակենք բարեգործության արգելքը խախտելու հանցակազմով, իսկ որ դեպքում չենք որակի։ Կոմիտեն ստուգումներ է իրականացնում նաև Աբովյան համայնքում քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի առանձնատան հետ կապած։ Հիշեցնեմ 2025-ի դեկտեմբերին մամուլում լուրեր տարածվեցին, թե Կոնջորյանը առանձնատունը գնել է շուկայականից էականորեն էժան գնով։ Այս մասով եւս ստուգողական գործողություններ ենք կատարում, պարզում ենք, թե մյուս սեփականատերերը կոնկրետ
ինչ արժեքով են այդ բնակարանները ձեռք բերել, եթե ունենանք ձեր ասած նման էական շուկա տարբերություն գնային պարոն Կոնջարյանի ձեռք բերածի եւ մյուս քաղաքացիների ձեռք բերածի մասով, ապա համապատասխան իրավական գնահատական գործիքնություն չունենք, մենք ունենք ստուգողական գործողություններ, որի ընթացքում հարցաքննություն չի կատարվում, իսկ ձեր նշած շուկայական արժեքը, որ ըստ էության տարբերություն եք ֆիքսել, մենք պետք է պարզենք կոնկրետ կառուցապատողի մասով, թե արդյոք այդ կառուցապատողի մոտ գնային, տարբերակված մոտեցում այս դեպքում կամ մեկ այլ դեպքում ունեցել ենք թե ոչ։ Արթուր Նահապետյանը կոմիտեի աշխատանքը դրական է գնահատում, բայց գերազանց գնահատելու դեպքում ամենօրյա ռեժիմով մեծածավալ աշխատանք է կատարվում։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։